Բարև բոլորին, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Վեկնան, այս վիդեոյում կխոսենք նոր обновлениայի մասին։ Նոր обновлениան արդեն հասանելի է, կարող եք մտնել Play Market կամ App Store, обновить տալ Free Fire-ը ու վայելել նոր обновлениան։ Դե ինչ, ես ձեզ բոլորիդ մաղթում եմ հաճելի դիտում, իսկ մենք գնացինք։ Անգամից Free Fire մտնելուց հետո ձեզ մոտ կբերի միանգամից այսպիսի Prime պադառը, ովքեր որ երկրորդ Prime-ից բարձր են, իրենց մոտ սենց նվեր է տալիս։ Դե ինչ, անցնենք առաջ։ Մի քիչ ձենը ես հիմա կկամացացնեմ, որ ինձի շատ չխանգարի։ Առաջին բանը, որից ուզում եմ սկսեմ, այդ նոր էվոլյուցիայի զենքն է։ Նոր էվոլյուցիայի զենքը այդ նոր AUG-ն է։ Նոր էվոլյուցիան։ Շատ լավն է, խոսքերն ավելորդ են։ Էմոցիան, ես էլ էմոցիան է, նոր էվոլյուցիայի էմոցիան։ Հիանալի է ուղղակի։ Հիմա դաժե նույնիսկ փորձարկենք, տենանք ինքը ինչ ձև է վաբշե։ Ես գիտեմ, որ ինքը երկուսկ առաստրել նստա ու մեկ ուռորուց։ Հիմա փորձարկենք ու հասկանանք, թե ոնց է ինքը ընդհանրապես։ Շատ լավն է, ուղղակի հիանալի է։ Հիանալի է։ Անցնենք առաջ։ Մյուս կարևոր բանը, որի մասին ուզում եմ իմանամ, ես իմացել եմ, կարդացել եմ, որ հնարավոր է լինելու պրոֆիլում դնել ձեր սոցցանցերից որևէ մեկը։ Դա կլինի Facebook, դա կլինի YouTube կամ TikTok։ Հիմա տենանք, այտենց բան հնարավոր է, թե չէ։ Դե ինչ, մտնենք ստեղ ու տեսնենք, արդյոք կա այդպիսի հնարավորություն, թե ոչ։ Հələ որ չեմ տեսնում։ Չէ, չեմ տեսնում։ Երևի դեռ հասանելի չի։ Լավ, անցնենք առաջ։ Սրա մասին հետո կխոսենք։ Եվ երկրորդ կարևոր բանը, որի մասին ուզում եմ, այդ նոր Zalato ջեքփոթի ու Arrojeni ջեքփոթին փոխարինողն է։ Այստեղ նոր սաբլիցիան է, նվիրված 9-րդ տարելիցին։ Ունենք 5 կուպոն, եկեք փորձարկենք, թե տենանք ինչ կտա։ Գնացինք։ Ոչ մի բան չտվեց, բայց 10 ժետոն տվեց։ Լավ, անցնենք առաջ։ Ինձ հետաքրքիր է նոր Zalato's Chron։ Այս Zalato's Chron-ը նոր ջեքփոթի տեսակն է, ինքը փոխարինում է Arrojeni ջեքփոթին եւ Zalato ջեքփոթին։ Zalato ջեքփոթը եւ Arrojeni ջեքփոթը այլևս հասանելի չեն խաղում, հասանելի է միայն Zalato's Chron։ Տեսնենք, թե ինչ կա ընդհանրապես այստեղ։ Նույն բաներն են, էլի զենքեր, էլի նաբորներ, ուղղակի երկու ջեքփոթները, այսպես ասած, հավաքել են միտեղ ու դարձրել են մեկ ջեքփոթ։ Դե ինչ, եկենք տեսնենք, թե մի րոպե։ Կուպոնները պետքա որ փոխանակել լինեն, ես ինչպես որ հասկացա։ Ահա։ Max։ Հետո ամեն կուպոնով։ Առանձին է, հասկանալի է։ Հիմա փորձենք հանենք նոր նաբորը։ Դե ինչ, գնացինք։ Առաջին 10 պապիկեն գնաց։ Ստեղ գարանտը ես ոնց հասկացա 150 գարանտից է տալիս գլխավոր բանը, նաբորը, այսինքն
Երկրորդ 10 պապիկեն գնաց։ Ու ոչ մի բան չտվեց։ Էլի ոչ մի բան չտվեց։ Ես 90% համոզված եմ, որ նաբորը տալու է ամենավերջին պապիտկից, այսինքն գարանտ պապիտկից։ Էլի ոչ մի բան չի տալիս։ Ոնց հասկացա ամենավերջին պապիկից է տալու։ Խոսքերն ավելորդ են ուղղակի։ Մի անգամից սաղ կուպոնները ոնց ասած քշում տանում է, էլի երբեք։ Հասկանալի է, հասկանալի է։ Մի քիչ շուտ տա։ Այս գարանտն է։ Չէ, այ հիմա գարանտ պապիկն է։ Վերջ, տվեց նաբորը։ Ահա։ Ուզում եմ մի հատ տենանք ինքը վաբշե ինչի նաբորը։ Այստեղ գրոզան կարանք վերցնենք, ես ոնց հասկացա, ստատիստիկան հիմա կիմանանք թե ինչ է, առուժե, ուրա, գրոզը, ինչ թվում է, հետո ինչից սկսենք, ամենակարևոր բաներից մեկը, որը որ ուզում եմ հիմա տենամ, էդի նոր մագիչեսկի կուբով ինչ նաբորներ են եկել, հիմա տենանք։ Էմոցիա։ Ինչպես էմոցիա մագիչեսկի կուբով առաջին անգամ եմ տենում։ Իրոքից առաջին անգամ եմ տենում։ Անիմացիա պրիբիծ 2 Ժողովուրդ ջան, պատկերացնեք անիմացիա պրիբիծյան, այդ որ հայտնվում եք լոբիում, ատրիադով ու անիմացիայով եք հայտնվում։ 2 մագիչեսկի կուբով կարաք փոխանակեք։ Նույնն էլ էս նաբորը, ես չեմ հասկանում, թե նաբորի այն էլ աղջիկ պերսոնաժի նաբորի մեջ ինչ յուրահատկություն կա, որ 2 մագիչեսկի կուբով է, 1 նաբորը։ Նույնն էլ անիմացիա պրիբիծյան, այդ այնա, որ հայտնվում եք լոբիում, ատրիադով ու այդ անիմացիան է ցույց տալիս։ Այս նաբորի հետ մասին է խոսքը, այս նաբորը չարժի 2 մագիչեսկի կուբով, չգիտեմ իր յուրահատկությունը որն է, որ ինքը 2 մագիչեսկի կուբով է, բայց եթե Free Fire-ը մի բան անում է, ուրեմն գիտի ինչ է անում։ Այստեղ կա նաև նոր նաբոր, 1 մագիչեսկի կուբով, հիմա նաբորը քաշի ու սկսենք։ Այսպիսի նաբոր է, կապույտ մազերով, մանուշակագույն ու վարդագույն վերքով, բաց կապույտ սերիատիպ շտանիով։ Հիմա անցնենք բանին, FF ժետոններով նոր նաբորներ են եկել, դոկտորսկի նաբորն է։ Այսպիսի դոկտորսկի նաբոր է, իրականում չեմ էլ հիշում այս նաբորը ընդհանրապես երբ է եղել, այդ ժամանակով ես խաղացել եմ, ես խաղում եմ 2019 թվականից ու ես հիշում եմ, որ սենց նաբոր եղել է Free Fire-ում, բայց չեմ հիշում, թե որտեղ է եղել։ Լավ, ինչևէ, ստեղ ինչ թազա բաներ կան, ինչ նորություններ կան ընդհանրապես։ 9-րդ տարելիցը արդեն սկսվել է։
Ստեղ նոր զադանյակ են, ես ստրիմ կմտնեմ ու ստրիմում արդեն բան կանենք։ Ահա, обновление магического куба։ Ահա։ Բեսպլատնի վեշերն են, ինչը որ լինելու է այս սաբիցեի ընթացքում։ Девятая годовщина։ Տեսնենք թե էլ ինչ փոփոխություններ կան, ստեղ տեսնում եմ, որ նոր Приятельский մագազինն է փոխվել, առաջ երկու նաբորներ, հիմա փոխվել է նոր զենքի սկին, SVD եւ նոր նաբոր, աղջիկ պերսոնաժի համար։ Զենքի սկին ու ես հիմա կփոխանակեմ այս զենքի սկինը, որովհետեւ ես նորմալ SVD սկին չունեմ։ Ու նաբոր, որը ժետոններ ուղղակի չի երիքում։ Հասկանալի է։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսքանով ես կվերջացնեմ այս վիդեոն, կհանդիպենք հաջորդ վիդեոում։ Իսկ հաջորդ վիդեոում ցույց կտամ այն ամեն ինչը, ինչը լինելու է այս обновлением։ Իսկ մյուս վիդեոում ցույց կտամ այն ամեն ինչը, ինչ սպասվում է այս обновлением։